Ես այսօր ուզում եմ ձեզ հետ խոսել մի քննության ձևի մասին, որով մենք կարող ենք ինչ-որտեղ հասկանալ, արդյոք մենք ապաշխարում ենք, թե ոչ։ Իհարկե շատ ցավալի բան կլինի, որ մարդը, օրինակ, այս հարցում խաբված լինի, այսինքն իրեն թվա, թե ինքը ապաշխարում է, բայց վերջում պարզվի, որ չի ապաշխարել։ Մարդիկ կային, որ Տեր Հիսուս Քրիստոսի գալուստի ժամանակ նկարագրված է, Տերը ինքը խոսեց, ասեց շատերը, երբ որ ես գամ այդ օրը, այսինքն գալուստի օրը, պիտի ասեն Տեր, Տեր, չէ՞, Տերը պիտի ասի ես ձեզ չեմ ճանաչում, դուք իմս չեք։ Եվ պատճառն ասում է, ինձանից հեռու գնացեք, ով անիրավություն գործողներ, այսինքն այս մարդիկ մտածել են, ընդունել են Քրիստոսին, Քրիստոսը մեր Տերն է, դրա համար են ասում Տեր, Տեր։ Եվ երբ որ Քրիստոսը գա, մենք իր հետ բաժին ունենք, որտեղ մենք ընդունել ենք նրան, ապաշխարել ենք։ Այստեղ պիտի ասի ինձանից հեռու գնացեք անիրավություն անողներ, այսինքն չապաշխարածներ, չէ՞։ Իհարկե շատ ենք լսել ապաշխարության մասին, ես մի կարճ ուղղակի հիշեցնեմ, որ ապաշխարությունը շատ կարևոր, ասենք ասած, քայլ է, որ մարդը իր կյանքում պիտի անի, որպեսզի իր մեղքի պատժից փրկվի։ Մարդը մեղավոր է, դատաստանի արժանի եւ գալու է, որ այդ դատաստանն ու պատիժը պիտի կրի իր արած չարագործության մեղքերի համար։ Արդար Սուրբ Աստվածը նաեւ արդար Սուրբ դատավոր է, նա չի թողելու, չի անտեսելու ոչ մի չարություն, ոչ մի մեղք։ Ինչ վնաս տվեցին, պիտի վնասը քաշեն վնաս տվողները, բայց այդ քաշելը շատ ծանր բան է, Սուրբ Գիրքը ասում է հավիտենական դատաստան, մեղքի վարձքը հավիտենական մահն է։ Եվ որպեսզի այդ կորուստից, այդ չարիքից ազատվի, Սուրբ Գիրքը հստակ ասում է, որ պիտի ապաշխարենք։ Այսինքն դրանից ազատվելու ճանապարհը ապաշխարել եւ ավետարանին հավատալն է։ Տեղ կար Տեր Հիսուս Քրիստոսը ասեց, եթե չապաշխարեք, ամենքդ էլ կկորչեք։ Այսինքն կորուստի դեմը կանգնողը, կանգնեցնողը, որ կորուստը կանգնեցնում է, դատաստանից ազատում է, դա ապաշխարության քայլն է, այո, գիտակից հասկացող մարդու համար ավետանին հավատալն է։ Եվ հենց ինքը Տեր Հիսուս Քրիստոսը, երբ որ սկսեց խոսել, քարոզել, գործել, արդեն ժամանակը որ եկավ, Մարկոս ավետարան 1:14-15 հատվածը կարդամ, ասում է, եւ Հովհաննեսը մատնվելուց հետո Հիսուսը եկավ Գալիլեա, քարոզում էր Աստծո թագավորության ավետարանը եւ ասում, թե ժամանակը կատարվել է եւ Աստծո թագավորությունը մոտեցել է, ապաշխարեցեք եւ հավատացեք ավետարանին։ Այսինքն եկել է ժամանակ, այսինքն Աստված որոշած ժամանակ ուներ, որ պետք է իր որդուն ուղարկեր։ Եվ իր որդու ուղարկելու նպատակը սա էր, որ իրականանար մարդկության փրկության համար Աստծո ծրագիրը, իր որդին պիտի խաչվեր մեզ համար, մեր մեղքերի պատիժը իր վրա վերցներ եւ այդ մեղքի համար որոշված պատիժը հարվածը ինքը կրելով մեզ ազատեր, մեր փոխարեն քաշեց, որ մենք չքաշենք, որ մեզ ազատեր։ Եվ ավետարանն էր քարոզում, դա էր ներկայացում։ Եվ Տեր Հիսուս Քրիստոսը ասեց, եկել է ժամանակը արդեն դրա եւ Աստծո թագավորությունը մոտեցել է, ապաշխարեցեք եւ ավետարանին հավատացեք, այսինքն որպեսզի դու Աստծո թագավորության մեջ տեղ ունենաս, բաժին ունենաս, մտնես, Աստված քեզ շատ մոտեցրել է դա, շատ մոտիկ է դարձրել, դու կարող ես մտնել, այնքան մոտիկ է եւ այնքան կարելի ասել հեշտացրել է քո գործը, որտեւ իրոք ծանր բեռը ինքը քաշեց, մեղքի պատիժը Քրիստոսը կրեց, որ ոչ մի մարդ չէր կարող այդպիսի բան անել իր համար, եւ մեզ համար թողեց սա ապաշխարելը եւ հավատալը։ Ինչ էր նշանակում ապաշխարել, այսինքն եթե մեղքն էր պատճառը, որ մեզ կորուստ է տանում, մեր գործած մեղքերի համար պիտի այդ չարիքը մեր վրա գար, ապաշխարել նշանակում է դառնալ մեղքից, մեղքի կյանքից դեպի Աստված, թողնել քո մեղքի ճանապարհները, խորհուրդները, ծրագրերը, այն հին կյանքդ, ինքնագլուխ կյանքդ, քո ուզածով ապրած կյանքդ, դառնալ դեպի Աստված, դառնալ դեպի Աստծո կամք, նրա ցանկություններին, նրա ծրագրերին, նրա ուզածներով ապրելու եւ հավատալ ավետարանին, այսինքն հավատալ Քրիստոսի կատարած գործը, որ քո համար եղավ, ընդունել Քրիստոսին Տեր ու Փրկիչ եւ հանձնվել Աստծուն, այսուհետև իր ուզածով ապրելու։ Դա շրջադարձ է,
Դա մի հատ կարևոր բեկումնային կետ է մարդու կյանքի ընթացքի մեջ, լուրջ բեկում։ Մարդը 140 աշճանով իր կյանքի մեջ շրջադարձ է կատարում, երբ որ առաջ ապրում է իր ցանկություններով, իր ուզածով, իր ճշտով, ասենց ասած, իր հարմար ձևով, հիմա տես չի։ Ինքը իր կյանքը հանձնում է իր փրկչին, Քրիստոսին, որ նրա կամքը լինի, նրա ուզածով լինի։ Իսկ նրա կամքը սրբությունն ու արդարությունն է, մեղքից հեռանալն է, ճիշտ ապրելն է, բարի ապրելն է։ Այ ապաշխարությունը սա է, այս շրջադարձը կատարելն է, մարդը որ կատարում է իր կյանքում։ Ավելի մանրամասը խոսվել է դրա մասին։ Դրա մեջ կա ինքնագիտակցություն, մեղքի գիտակցում, դրա մեջ կա մարդը երբ որ հասկանում է իր մեղավորությունը զղջալը, փոշմանելը, դրա մեջ կա Աստծուն խոստովանելը, դրա մեջ կա որոշում ընտրություն կատարելը, որ թողնի մեղքը, մեղքի աշխարհը, մեղքի կյանքը, այլ առաջվա նման չապրի, դառնի Աստծուն, որ Աստված ոնց ուզում է տենց ապրի Քրիստոսին եւ հավատքով ընդունի Քրիստոսին եւ գնա դեպի Քրիստոսը, դեպի Աստված եւ այսուհետեւ իր կյանքը այդպեսին պիտի լինի։ Եթե սա մարդը չանի, կկորչի։ Այլ ճանապարհ չկա, այլ միջոց չկա փրկության։ Մենակ Հիսուս Քրիստոսի խաչի գործի հավատալով եւ մեղքից դառնալով դեպի Աստված ընդունելով այդ գործը, դա է փրկությունը։ Այլ թող մարդը ուրիշ տեղեր իրան չգցի, բարեգործություն անի, չգիտեմ, լավություններով զբաղվի կամ կրոնական ինչ-որ ծիսակարգերին խիստ մասնակցի կամ ես չգիտեմ, տարբեր մարդիկ տարբեր ձևեր մտածում, բայց դրանք փրկություն չեն։ Տեր ասաց, եթե չապաշխարեք, ամենքդ էլ կկորչեք։ Կապ չունի ով են, բոլորին է դա վերաբերում։ Ինձ, քեզ, բոլորին, ինչ ազգից է, ինչ պաշտոնից է, ինչ կրոնից է, բոլորն էլ պիտի այդ ապաշխարություն ունենան, որ փրկվեն։ Եվ նորից եմ ասում, եթե այսքան կարևոր ու լուրջ է, նաև մարդը պիտի մի հատ ինչ-որտեղ այդ իր այդ քայլերի մեջ դեպի Աստված դառնալու մեջ կարողանա մի հատ ճիշտ քննություն անի, որ հանկարծ խաբված դուրս չգա։ Եվ ընդհանրապես ապաշխարությունը, ճիշտ ապաշխարությունը դա ամբողջական քո կյանքին վերաբերվող ընթացքի փոփոխությունն է։ Իսկ քո կյանքի բոլոր հարցերը բերում ես, ոնց որ ասած, Աստծո ղեկավարության ներքո, որ Քրիստոսը թագավորի իր ուզածով լինի։ Չկա հարց, որ դու պիտի պահես եւ քո ուզածով, այսա թող սենց ուզածով լինի։ Իմ ուզածով լինի, մնացածը հա։ Չէ, դա ապաշխարություն չի։ Այդպես չի լինում։ Ամբողջը կամ ոչինչ։ Ոմանքս կարող է հենց տենց սրտահովանք անենք։ Այս բանը կար առաջ, ել չեմ անում, կամ այս բանը սիրում եմ, հիմա մերժել եմ, Աստծո ուզածն եմ ուզում, որ կատարվի իմ կյանքում եւ այլը։ Բայց բանը էլ կա, գուցե ես հոժարակամ իմանալով, գիտակցելով իմ, ասենց ասած, մեղքը, գիտակցելով, որ սա սխալ է, Աստծուն հակառակ է, բայց ես պահում եմ։ Դա ապաշխարություն չի։ Պետք է, եթե վստահ լինենք, որ իրոք մենք ապաշխարում ենք, պիտի նայենք մեր ընտրությանը, արդյոք ամբողջ սրտով, ամեն բաներում մենք ընտրել ենք Աստծո կամքը կատարել, հրաժարվել ենք մեր առաջվա մեղավոր կյանքից։ Հարցը էս չի, դու հաջողվել ես դրա մեջ, թե չէ։ Կարող է դեռ չես հաջողվում, բաներ կա կրկնվում, մատակարանում ես, դրա մասին չի։ Քո սրտի ընտրությունը, քո որոշումը ո՞նց է։ Ապաշխարության զորությունն էլ Աստված է տալիս, որտեղ դա մի գործ է, որ մարդը ինքը իրանով մենակ չի կարող անի։ Լիքը բաներ կա, որ մարդը ուղղակի ստրուկ է, գերի է։ Ուժը չի պատում, կարա լացի, ողպա, ասենց իրան պատե, բայց չի կարող դրանից ազատվի, Տերը պիտի ազատություն տա։ Բայց քո ընտրությունը պիտի լինի, քո հաստատ ու կատարյալ ընտրությունը։ Այդպես է։ Եվ նաև սա պիտի ուշադրություն դարձնենք, Ժորժ ջան, որ ասենք բաներ կա, մարդը այո, պիտի իր ամբողջ կյանքի հետ կապված այդ հարցերը լուծի, բաներ կա կարող է մեզանից ծածուկել է, մենք չենք էլ տեսնում մեր այդ պակասությունը, տկարությունը, սխալ միտքը, ծրագիրը, գործը, չենք էլ հասկանում, որ դա Աստծուն հակառակ է։ Տիրոջ խոսքը ասում է, օրինակ Գործառաքելոս 17-րդ գլխում 30-31-րդ հատվածում ասում է, Աստված անգիտության ժամանակները անտեսանում եւ ամենքին ամենտեղ կանչում է ինչ ապաշխարության։ Իսկ կա անգիտության ժամանակ, երբ որ չես հասկանում,
Տերը ինչ որ չգիտես չի պահանջում։ Բայց անկեղծ ապաշխարության մի ցուցիչ է, մի ցույց տվող բան է, որ դու իրոք անկեղծ ես, սա, երբ որ հասկանում ես, արագ ապաշխարում ես, արագ այդ բանը հրաժարվում ես, հեռանում ես։ Մարդիկ կան գործեր ունեն, լեզ պիտի սարքեն, են պիտի անեն, են մյուս հարցը պիտի լուծեն, թող ապաշխարությունը մնա վերջի տեղում։ Իր փրկության հարցը թողնա վերջի տեղում։ Այդպես պիտի չլինի, որտեվ դա էլ մի բան է, որ Աստծուց է կախված։ Ասում է, ընդունելի ժամանակում լսեցի քեզ, փրկության օրը փրկեցի քեզ։ Ահա այսօր է ընդունելի ժամանակ, այսօր է փրկության օր։ Այսինքն գիտեք դա ինչ է նշանակում։ Այսինքն կա ընդունելի ժամանակ, ընդունելի ժամանակ։ Այսինքն դա նշանակում է կա նաև այդ ընդունելի ժամանակից դուրս ժամանակ, որ հետ էլ ընդունելի ժամանակ չի։ Քո համար որոշված, քո լավագույն ժամանակը, Աստված քո սիրտը բացել է։ Նես չի, որ դու ամեն օր միշտ եկել ես այդտեղ հավաքույթի օրինակի համար։ Նես չի, որ դու միշտ էլ մտածել ես քո փրկության վրա, կարիք կա եղել քո սրտի մեջ, չէ՞։ Այդ կարիքը, հնարավորությունը Աստված է ստեղծել, որ դու այսօր ստեղ ես, կամ երեք խոսքեր լսում, կամ սրտումդ փափագ կա։ Եթե այտենց չի եղել ու դա հանկարծ եղել, դա Աստծո նվերն է։ Այդ ընդունելի ժամանակն է, այսինքն Աստված մեծ ժամանակի մեջ է քեզ դրել, որ այդ ժամանակում քեզ ընդունի, քեզ համար հնարավորություններ բացի, որ դու ապաշխարես։ Ուշացրեցիր, կարող գա այնց սառես, որ տեսել եմ տես մարդիկ, ծիծաղել են իրենց վրա, իրենց հիմար են անվանել, որ գնացել են հավաքույթ, որ այդ խոսքերին տեղ են տվել, որ դրանք ընդունել են որպես ճշմարտություն։ Ինքան են ձգձգի իրենց ապաշխարությունը սառ ենքան տարբեր բաներով զբաղվել են, որ հետո այդ լավագույն վիճակը կորցրել են։ Էլ տեղեր կա հասկանում են, գիտակցում են, լեն ոնց որ այդ խոսքը մնացել է իրաց մեջ, որ իրանց պետք է, բայց սրտում հավես չունեն, չեն ուզում, որ այդ իրանց պետքական կարևոր քայլը անեն։ Աստծուց է դրա համար ասում, ընդունելի ժամանակումը լսեցի քեզ, որ երբ որ հիմա դու դիմես կլսի, եւ փրկության օրը փրկեցի քեզ, բայց որն է այդ ընդունելի ժամանակը պատասխանը տալիս է, ահա հիմա է։ Իսկ երբ որ դու լսում ես, ցանկանում ես, հոժարված ես, սրտումը տեղ ես տալիս, փափկել ես Աստծո առաջին, իրոք մեղքի գիտակցում ունես, կարիք ունես դեպի Աստված գալու, քայլի արա, մի ուշացրու։ Եվ ընդհանրապես մարդը, որ ուզենա քննի իր կյանքը ամեն հարցերում, օրինակ այս հարցում, իհարկե պիտի քննի, բայց իր համար շատ դժվար է։ Մի կարևոր բան կա, որ ես կուզեմ դրա վրա ուշադրություն դարձնենք, մի ցուցիչ sense ասած, որ քեզ հնարավորություն է տալիս հասկանաս, դու իրոք ապաշխարում ես թե չէ։ Իրոք այդ քայլերի մեջ ես դեպի Աստված։ Գիտեք դա որն է։ Տեսեք, ես կուզեմ այդ օրինակ Հովհաննես Մկրտչի օրինակով, նրա գործունեության օրինակով ցույց տամ, հետո նաև այո, Տերն էլ այդպիսի բան արեց, կուզեմ հիշեցնել ձեզ, երբ որ Հովհաննես Մկրտչիչը սկսեց գործել, ուրեմն Ղուկաս ավետարանից պիտի կարդամ ձեզ համար, 3-րդ գլուխ 2-14 խոսքերը, հետաքրքիր է, Հովհաննես Մկրտիչը այս գործն էր կատարում, ինքը ասում է, մարդիկ գալիս են իր մոտ, ապաշխարության մկրտությամբ մկրտվում էին, ջուրն էր մտցնում, հանում էր, մկրտվում էին, և դա ապաշխարության մկրտություն էր, այսինքն դրա այդ սիմվոլիկ գործողությունով խորհրդանշական, ինքը մարդիկ ցույց են տալում, որ իրանք թողել են իրանց հին կյանքը, մեղքի կյանքը, այդ ջուրը մտնել է այդ էր ցույց տալիս, և ջրից դուրս գալը ցույց տալիս, որ իրանք ընտրել են Աստծո կյանքը և Աստծուն նազանդվել են, և իրանց պետք էր, ոնց որ ասած, մարդիկ են, որ արդեն մեղքը թողնելու որոշումով, ընտրությունով մարդիկ են և Աստծուն դառնալու, նրանց պետք էր փրկիչին, և երբ որ փրկիչն էլ եկավ, Հովհաննես ասեց, ահա այդ փրկիչը, որ ձեզ կարող է ձեր մեղքերից ազատել, ահա Աստծո գառը, որ վերցնում է աշխարհի մեղքը։ Հովհաննես Մկրտչը, որպեսզի մարդկանց պատրաստի Քրիստոսի համար, որ նրանք գան դեպի փրկիչը, նա տեսնում ենք, խոսում էր մարդկանց, իրենց մեղքերից խոսում էր, մարդիկ հարցնում էին, ինչ անենք, որն է Աստծո կամքը, ոնց անենք, այսինքն մարդիկ ուզում են դեպի Աստված դառնալ և
ուզում էին խորհուրդ հասցնել առաջնորդություն ինչ անենք եւ Հովհաննեսը բաներ էր ասում տեսեք մարդիկ կային որ օրինակի համար մի բան էր ասում ահա հեսա կարդանք այս բանը արեք բայց ունես չի որ այդ մարդը մենակ այդ մեղքի տերն էր կարող մտածեք լավ Հովհաննեսը էլ չգիտեր օրինակ այս մարդը որ ասում է մի բան անի զրկի ուրիշներին ասենք մի թալանի չգիտեր որ նաև այս մարդը տեղ կա որ նաև սուտ է խոսացել այլ մյուս տեղը գուցե բռնադատել է ինչ որ չարություն է արել խի մենակ դրա մասին ասեց նայեք ուշադրություն դարձրեք ընդհանրապես մարդու կյանքում ասենք կան մեղքեր կամ կապվածություններ մեղքի կապանքներ որոնք ընդգծված են ասենք ասած ոնց որ մարդու թույլ տեղն են մարդը դրանից հա պարտվում է մարդու վրա էդի իշխում է մարդը դրա էդի կամ սիրում է այսպես ասեմ օրինակ երբ որ մարդուն ասեն նախանձես օրինակ ասեմ այդ մարդու բնավորության մեջ այդ ընդգծված երևում է շրջապատն է տենում որ նախանձա կամ ասում է սա գահա ոչ թե մի դեպք է պատահել այլ ընդհանրապես իր բնավորության մեջ դա իր ամենածանր դժվար տեղն է որ ինքը այդ տկարության այդ սխալի մեջ է որ ասում ես նախանձա դրանով չի նշանակում որ ինքը ընդհանրապես սուտ չի խոսացել մենակ նախանձություն ունի որ ասում ես սուտասան է այդ նշանակում է ինքը այնց հատուկ ընդգծված սուտասան է էլ այդ իր ոնց որ ասած կապանքն է մեծ դժվարությունն է մեղքն է սիրում է գուցե կամ այդ իր բայց այդ չի նշանակում որ օրինակ ուրիշ բան այդ մարդը չի արել իսկն հասկանում եք ինչ եմ ուզում ասեմ եւ կան ընդհանրապես մարդկանց մոտ այո տես բաներ այս մեկը այս բանի մեջ է բռնված հաստատված շատ բան ոնց որ կապված դրանով իր կյանքի բնավորության գործերի մեջ երևա նախանձա մեկը կռվարարա մեկը խռովկանա չէ մեկը ասենք սուտասանա շատ կներեք մեկը գողա մյուսը շնացողա անգամ կա ոչ թե անհատական այտենց կա ընտանեկան ցեղային ազգային տենում ես ընտանեկան մեջները այդ նույն մեղքի այդ ընդգծված բանը լավ երևում է այնց բոլորը դրա մեջ են օրինակ բոլորը կռվարար են կամ բոլորը խռովկան են կամ բոլորը ագահ են դες բան կա անգամ ազգային մեղքեր կան որ այտենց այդ ազգը լիքը մեղքեր է գործում բայց հատկապես այդ մեղքերը այսպես ազգի մեջ այսպես ցցուն ձևով այսպես առաջ արտարոց ձևով լավ ընդգծված երևա որ բռնված են ասկա շատ սուտ խասանա խափեպա ֆռծնողա ասկա շատ փողասերա ասկա շատ շնացողա շատ կներեք բայց այտենց հենց ազգային կան այսինքն սրանք գերակշռող այսպես երևացող բաներ են եւ շատ կարևոր է որ մարդը երբ որ ապաշխարում է հենց հատկապես այդպես բաների վրա մի հատ ուշադրություն դարձնի եթե ինքը այդ բաներից իրոք ասենց ասած քայլ է կատարում որ ապաշխարի ումս լուրջ ապաշխարող մարդ է եթե լիքը բաների վրա ուշադրություն է դարձնում բայց այդ բաները պահվում է իր կյանքում դեռ դրանցից ազատվելու քայլ չի անում ինքը խափում է իրան ինքը չի ապաշխարում այդպես է որտեվ եթե ապաշխարի ինքը հատկապես այն ինչ որ ինքը ոնց ասեմ մարդու հոգին իր ներսը իր գիտի ինքը ով է ինչպիսին է ինքը հատկապես դրանց վրա պիտի առաջի իր կարևոր ծանր քայլերը կատարել ապաշխարության համար որ դրանցից ազատվեր եւ տեսեք կարդամ այդ հատվածը որ Հովհաննեսին եկան ընդարձակ ես հատված ասեցի բերեք ավելի կարճ ասեմ կարդամ 7-րդ խոսքից կարդամ 3-րդ գլխի ասում այն ժողովուրդ եւ այն ժողովրդին որ դուրս էր եկած նրանից մկրտվելու ասեց իժերի զավակներ ո սովորեցրեց ձեզ փախչել այն գալու բարկությունիցը արդ ապաշխարության արժանի պտուղներ արեք եւ մի ասեք սկսեք ասել ձեր միջումը մենք Աբրահամ ունենք հայր որովհետեւ ասում եմ ձեզ թե Աստված կարող է այս քարերիցը որդիներ հանել Աբրահամի համար բայց արդեն կացինը ծառի արմատի մոտ դրված է արդ ամեն ծառ որ բարի պտուղ չի բերում կկտրվի եւ կրակի մեջ կգցվի եւ ժողովուրդներն նրան հարցնում են ու ասում ապա ինչ անենք եւ նա պատասխանեց ու ասեց նրանց նա որ երկու հանդերձ ունի թող մինը չունեցողին տա նա որ կերակուր ունի թող նույնպես անե եւ մաքսավորներն էլ եկան մկրտվելու եւ նրան ասեցին վարդապետ ինչ անենք նա էլ ասեց նրանց ձեզ հրամայվածից ավելի պահանջելով ոչ մի բան մի առնեք եւ զինվորներն էլ
զինվորներն էլ էին հարցնում ու անասում, ապա մենք ինչ անենք։ Նրանց ասեց. ոչ մեկի մի հարստահարեք, ոչ էլ զրպարտություն արեք եւ ձեր թոշակով բավականացեք։ Տեսեք, եկան մարդիկ հարցնում էին, ոնց անենք, էլի, որ ոնց որ ասած Աստծո ուզած քայլերը կատարենք, ապաշխարենք։ Ամբողջ օրենքը չդրեց, օրինակ, ինչպես ասեցի Հովհաննեսը, դե նայեք, էլի գրած է մի շնացի, մի գողացի, սուտ մի խոսակ, կուռք մի պաշտի եւ այլ մի ցանկացի, դրանք բոլորը չասեց, ամեն մեկին յուրահատուկ բան ասեց։ Օրինակ, մաքսավորներին ասեց, այս բան ասեց, երբ որ իրանք հարցրեցին, ասեց ձեր հրամայածից ավելի պահանջելու ոչ մի բան մի առեք։ Այսինքն էսի իրանց ամենա, ասենց ասած, բռնված տեղն էր, իրանք ինչ էին անում, մաքսավոր էին, այսինքն այդ անցնող դարձնողից մաքս են վերցնում այդ բանի մեջ, ինչ էին անում, ասում են, ձեր այն ինչ որ գկա օրենքով, որ մաքս պետք է առնեք, դրանից ավելին մի վերցրեք, այսինքն դրանք հենց դրա մեջ էին, այսինքն իրանց հարստությունը, որ կուտակում են, այդ ճանապարհով էր, 10 էր գրած, 20 էին վերցնում, են 10 իրանց գրպանն էին դնում կարելի ասել։ Այդ իրանց շահներ, այդ իրանց եկամուտներ, այդ իրանց ամենացած ասած յուղալի պատառներ եւ հենց այս հարցում եթե իրանք ապաշխար են, այս ցուցատանը ուրիշ մարդիկ լուրջ ապաշխարում են։ Եթե օրինակ այդ մաքսավորը ստել մտածել չստեմ օրինակի համար իհարկե պետք է դրա վրա մտածի կամ էս չանեմ կամ այն չանեմ, բայց այդ հարցի վրա կանգ չառնի, էդի թողնի, այդ ցուցատանում ինքը չի ապաշխարում, ինքը այդ մեղքը սիրում է ու մեղքը ուզում է պայի, բայց եթե սրա վրա է բանանում, էսի ցուցատանում որ ծանր բանը արդեն ամենակարևոր sense կապանքի վրա ինքը աշխատում է, որ մս լուրջ ապաշխարության ընթացքի մեջ է։ Եթե դրանից ապաշխարում է, մնացածից ավելի հեշտ պետք է ապաշխարի, կապաշխարի ու կապաշխարի հաստատ։ Կամ զինվորներին ինչ ասեցին։ Ասեցին ձեր թոշակով բավարարվեք, մարդկանց զրպարտություն անելով մի հարստահարեք։ Զինվորները, այսինքն ոստիկաններ էլ, այդ ոչ թե պատերազմի դաշտում կռվող զինվորներն էին, ոստիկանները։ Ոստիկանների գործն էլ այտենց էր, մարդկանց գլխին սարքում են փող էին աշխատում։ Զրպարտություններ ասես մի արեք, ձեր թոշակով բավարարվեք, վերջ։ Սրանց մեծ կապանքն էլ դա էր։ Մեղք, որը սիրում են, որ իրանց եկամուտ էր, դրանով բռնված են, եւ եթե մարդը իրոք այս քայլը կատարի, թողնի էլ ասի չէ, վերջ, նշանակում է իրոք մարդը լուրջ ապաշխարում է։ Մնացած հարցերում ավելի հեշտ կապաշխարի։ Կամ հрьяաները ասում է եկան, մեկ ուրիշ տեղ ասում է փարիսեցներն ու դպիրներ են։ Հովհաննեսը ջղայնացավ իրանց վրա, ասեց ձեզով սովորեցրեց իժերի զավակներ, ասեց դատաստանից գալիք բարկությունից բան անեք, փախչեք, այսինքն մի հատ ձև են ցույց տվել, եկել են Հովհաննեսի մոտ, իբր թե մկրտվեն, ցույց տան, որ իրանք են ապաշխարում, բայց չէին ապաշխարում։ Իրանց խնդիրը սա էր, ասում է, արդ ձեր սրտում մի ասեք, որ Աբրամի զավակներ ենք, Աստված որ ուզենա, քարերից էլ Աբրամի զավակներ կհանի։ Այսինքն սրանց բանել են, սրանք նայում են, եթե մենք Աբրամի որդիներ ենք, Աբրամի սերնդից ենք, ասենց ասած, վերջացավ։ Մենք Աստծո մոտ ընդունված ժողովուրդ ենք, մենք հատուկ ենք, մենք առանձնահատուկ ենք։ Եվ այս բանը պարծանքը, ասենց ասած, բերում է նրան, որ մարդը էլ կարծես թե իր մեղքի հետ կապված իրան չի նայում, այլ այդ պատկանելիության պատճառով է իրան տեսնում ու իրան թվում է ինչ էլ անի կպրծնի։ Հիմա հрьяաները հենց շատերը այդ մեղքի մեջ են։ Այդ խնդրի մեջ են, իրանց խանգարող բանը էսա, իրանք խիչ են ապաշխարում, խիրած մոտ խնդիրներ բան չի լուծվում, որտեվ շատերը այդպես են, Աբրամի սերունդ ենք, Աստված Աբրամին խոստացել է թագավորություն, մենք էլ այդ Աբրամի խոստումի մեջ բաժին ունենք։ Բայց Հովհաննես ասես մի ասեք այդ բանը, հանեք էդի ձեր մտքից, եթե դրանից չապաշխարեք, չեք պրծնի, ասում ահա ծառի արմատին կացինը դրված է, այն ծառը, որը ապաշխարության բարի պտուղ չի տանում, կտրվում է, գցվում է կրակի մեջ։ Մարդիկ կան չի ասում են, մենք հայ ենք, այն մյուսը ասում է, ես ռուս եմ, այն մեկը չգիտեմ ինչ ու պարծեցած է իր ազգով, այսինքն իր այդ ազգի պատկանելությունը իրան իրավունքներ է ստեղծում Աստծո առաջին։ Հերիք է ես այդ ազգից եմ, ուրեմն ես լավագույնն եմ, ազնվագույնն եմ, ընդունելի եմ եւ այլը։ Ես էլ իրանց ամենամեծ, ասենց ասած, չարիքներից մեկն է, որից պիտի ապաշխարեն։ Եվ հետաքրքիր է, օրինակ, երբ որ Տեր Հիսուս Քրիստոսը
բան ասենք Մաքսավորի տունը մտավ, բանի Զաքեոսի, հիշում եք 19-րդ գլխում է նկարագրված եւ Զաքեոսը մի քայլ կատարեց, որը ոնց որ ասած Տերը ասեց, ըհը, էսի ապացույց, որ այս մարդը իրոք փրկվեց, իրոք ապաշխարեց։ Եվ ինչն էր դա, կարող եմ հիշեցնել 9-10 խոսքեր ուղղակի կարդամ, որտեղ Տերը մտավ Զաքեոսի տուն, խնջույք եղավ եւ այդ խնջույքի ժամանակ այս բանը եղավ, ասма 8-ից կարդամ։ Զաքեոսն էլ կանգնեց Տիրոջ եւ Տիրոջն ասեց. Տեր, ահա իմ իշքերի կեսը աղքատներին կտամ, եւ եթե մեկին զրպարտությունով զրկել եմ, չորեքպատիկ կվճարեմ։ Հիսուսն էլ անպատասխանեց, թե այսօր փրկություն եղավ այս տանը, որովհետեւ սա էլ Աբրահամի որդի է, որովհետեւ մարդի որդին եկավ որ որոնե եւ ապրեսնե կորածին։ Տեսեք, Զաքեոսը խոսեց մի իր ապաշխարությունը ցույց տվեց այսպես, ասեց ինքը մաքսավոր մարդ էր, շատերին էր խաբես, շատերին էր ոնց որ ասած հարստահարև, ասենք անիրավ ձեով բան հարստություններ կուտակի, ինքը ինչ ասեց, եթե մեկին ասեց նախ իմ ունեցվածքի ինչ որ ձեռք եմ բերեք, կես աղքատներին կտավ։ Եվ եթե մեկին զրպարտությունով զրկել եմ, չորեքպատիկ կվճարեմ։ Իհարկե ինչ էր չորեքպատիկ, քառապատիկ, որտեվ օրենք կար։ Աստծո օրենքն է ցույց տալիս, ոնց որ ասած իրավացի վերաբերմունքը, ոնց վերաբերվես, երբ որ մեղանչել ես, նաև էսը չորեքպատիկ ասեց զրկողներին պետք է բան կանեմ, կվերադարձնեմ։ Այսինքն այս մարդու հիմնական բանը այդ թալարներ, այդ զրկելներ, այդ բանը, այդ ճանապարհով հարստություն կուտակնել էր, ահա այս մարդը ապաշխարեց իրոք, Տերն էլ ասեց, ահա այս տանը այսօր ինչ եղավ, փրկություն եղավ։ Կարող մեկ ասի, բայց Տեր, գուցե այդ մարդը մի հատ ուրիշ խնդիր ունի, Աստված մենակ հո այդ բանի մեջ չէր, այդ մեղքի մեջ չէր։ Ամբողջ հարցը էսա, որ այս ոնց որ ասած, այս կապանքի հետ կապված, եթե մարդը ապաշխարում է, ցույց տա զարի, որ նա իրոք ընտրել է մեղքից հեռանալը, իրոք ապաշխարում է։ Այսպես է։ Եվ մենք պիտի նայենք մեր կյանքում ինչ հարցեր կար, որ մեր տկարությունն է, գուցե մեկս խռովկան է եղել, մեկս ագա է եղել, մեկս կռիվ անող է եղել, ինչպես ասեցի, մեկը բռնադատող է եղել, եւ լիքը ուրիշ բան, ստությունն են սիրել, սուտ խոսող են եղել եւ այլն։ Դի նայենք որ բանն է, որ մեր կյանքում հատկապես մեր ոնց որ ասած բնութագրող բանն է դարը։ Եվ արդյոք ես դրա մեջ ապաշխարում եմ, թե չէ։ Արդյոք դրանից հեռանում եմ, արդյոք դրանից հետ քաշվում եմ։ Այսպես մարդ կա օրինակի համար խանդոտ է եղել, աղջիկ, կին, աղջիկ, աջիշտ կին ամսը։ Այդտենց էլ խանդոտ մնացել է։ Մարդիկ, որ լսել են, ասենք ինքը բանը, իրան մարդիկ ասում են, դե ապաշխարել է բանը, հենց իրան տանիքի անդամը ասում է, այս մարդը սենց եղել է, մինչև հիմա սենց էլ մնում է, ո՞նց է ապաշխարել։ Հա կարող է ինչ-որ բաներ կար, փոփոխվել է, բան չունեմ ասելու, բայց այդ լուրջ հարցը մնացել է, տենց էլ չի բժշկվել։ Խռովկանը էլ մնացել է։ Բայց ինչ-որ բաներ կա, հա, լուծվել է։ Չկա տեղ ապաշխարություն։ Այն ամենասիրելին, եթե մարդը թողում է, կամ ամենա իր ոնց որ ասած գերեանող այդ կուրքը իր սրտի, որ թողնում է, այդ է ցույց տալու ապաշխարություն։ Ինչպես հենց Զաքեոսի համար ասեց, ես իմ հափշտակածս կտամ, աղքատներին կեսը կտամ եւ մնացածը եւ ում էլ զրկել եմ չորեքպատիկ կհատուցեմ։ Եվ սա Տերը ասեց, այսօր այս տան ինչ եղավ, փրկություն եղավ։ Իրոք էսի ցույց է տանում, որ այս մարդը թողեց իր մեղավոր չար կյանքը, դառավ Աստծուն, հենց պտուղով, արդյունքով է տալիս։ Եվ առաջի Թեսաղոնիկեցից 1:9-10 կարդամ ու վերջացնեմ ձեզ համար։ Այստեղ Պողոսը գրում է Թեսաղոնիկեցիներին, Թեսաղոնիկեցիները դրանք կռապաշտ, կուրքեր պաշտող այդ հունական բազմաստվածության մեջ գտնվող այդ դիցաբանությունը, որ կա հունական, այդ պաշտամունքի մեջ են հեթանոսական, բայց երբ որ Պողոսին լսեցին, նրանք դառան Աստծուն եւ ինչ է ասում, կուզեմ կարդամ առաջ Թեսաղոնիկեցից 1:9-10, որովհետեւ հենց իրենք պատմում են մեր մասին, թե ինչպես մուտք ունեցանք ձեզ մոտ եւ ինչպես դուք դարձաք կուրքերից դեպի Աստված, որ ծառայեք կենթանի եւ ճշմարիտ Աստծուն
Ես սպասեք նրա որդուն երկնքից, որին հարություն տվա մեռելների միջից Հիսուսին, որ փրկում է մեզ գալու բարկությունից։ Տեսեք, խոսում է սրանց ապաշխարության ապացույցը, որ ասում է պատմվում է, իրականության մեջ նա որ ապաշխարում է, նրա կյանքը պատմվում է, այսինքն վկայություն է դառնում։ Ինչ հարցերում է վկայություն դառնում, օրինակ մարդը ասում էր, մեկի համար ասում էր, այս մարդը խելոք, սուսիկ-փուսիկ մարդ է, հիմա էլ է խելոք, սուսիկ-փուսիկ, դա ինչա փոխվե որ, դες բան ասում։ Բայց մարդու մասին էլ ասում են, որ դες կռվարար, չար կամ խռովկան, քենքշող, բայց հիմա լրիվ փոխվել է ուրիշ է դառը։ Այսինքն դա հրաշք է մի հատ, իրոք ապաշխարությունը հրաշք է։ Որ ժողովուրդը ասում է կարմիր կովը կաշին չի փոխի, փոխում է փաստորեն Աստծո Աստծո շնորհքով ապաշխարությունով, դա պատմվում է, չի կարա չպատմվի, որտեղ մարդիկ տեսնում են դա, այստեղ էլ ասում է, պատմվում է հենց, թե ինչպես մենք մուտք գործեցինք ձեր մեջ, եկանք, քարոզեցինք ու դուք ձեր կուռքերից, այսինքն սրանք սարսափելի կռապաշտ, կուռքերի նվիրված ժողովուրդ էին, մարդիկ էին, կուռքերից դարձակ դեպի ճշմարիտ Աստծուն, որ այդ ճշմարիտ Աստծուն ծառայեք, այսի պատմվում է, մարդիկ ասում են, տեսեք, sense բան եղավ։ Ուրեմն սա է, երբ որ այն հատկապես այն հարցերը որ կա, որ ոնց որ ասեցիք, մեր կապանքն անցամ, երբ որ այդ հարցերում ենք ապաշխարում, այսի ոչ միայն դու ես տեսնում, շրջապատն էլ է տեսնում։ Որովհետև դրանք շրջապատը տեսել է այդ հարցերում քո չար պահվածքը, չար բնավորությունը, չարությունները այդ ու երբ որ փոխվել է զարմանում են։ Ուրեմն թող Աստված օրհնի, որպեսզի մենք իրոք ապաշխարենք նորմալ ու լուրջ, ճիշտ, շատ կարևոր է, շատ։ Եվ երկրորդն էլ, եթե ուզում ենք քննենք, դրանց վրա ուշադրություն դարձնենք։ Ես ուզեցի խոսել, որպեսզի մենք մի հատ նայենք, գուցե այտենց չենք քննում, մի հատ էսպես քննենք։ Ասում եմ մարդու հոգին իրենից տեղյակ, այսինքն գիտի։ Դու գիտես քո վատ բնավորության են հատկապես վատ կողմերը։ Մի հատ նայ ապաշխարել ես թե չէ։